Վրաց-ռուսական բանակցությունների հերթական փուլի ընթացքում քննարկված գլխավոր թեմաներից մեկը Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալներն էին։ Այս մասին երեկ Լյուքսեմբուրգում Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ հանդիպման ավարտին հայտարարեց ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ «Գազպրոմն ու Իրանն աշխատում են Հայաստան գազի մատակարարման ընթացքում վառելիքի փոխանակման օպերացիաների կիրառման հնարավորության հարցի շուրջ», Ռուսաստանի պետական 10 գործակալության փոխանցմամբ հայտարարել է Միլլերը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Կալաձեի հետ բանակցությունների ժամանակ կողմերն անդրադարձել են իրանական գազի Հայաստան մատակարարումների խնդրին։ Հիշեցնեմ, որ ռուս-վրացական բանակցությունների շրջանակում Իրան-Հայաստան գազատարի հարցը օրակարգային դարձավ այն բանից հետո, երբ պաշտոնական Թբիլիսին հայտարարեց, որ ցանկանում է նաև իրանական գազ ձեռք բերել։ Հաշվի առնելով Իրան-Վրաստան գազատարի բացակայության փաստը, մասնագետները սկսեցին խոսել փոխանակման օպերացիաների կամ այսպես կոչված սվոփային գործարքի մասին, որով ասենք վրացական կողմը կարող է մեծացնել «Գազպրոմից» ստացվող գազի ծավալներն, իսկ Իրանը ռուսական ընկերությանը պատկանող Հայաստան-Իրան գազատարով նույն ծավալի գազ կմատակարարի Հայաստան։ Այդ դեպքում մի կողմից կարող է լուծվել Իրան-Հայաստան գազատարի լիարժեք շահագործման հարցը, մյուս կողմից վրացական իշխանությունները կարող են որոշակիորեն խուսափել ընդդիմության քննադատությունից, թե փորձում են երկիրը կախվածության մեջ դնել «Գազպրոմից»։ Գոնե ֆորմալ առումով կստացվի, որ Վրաստանը գազ է ձեռք բերում Իրանից, այլ ոչ թե Ռուսաստանից։ Երեկ «Գազպրոմի» հետ հարաբերությունների մասին խոսեց նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին։ «Գազպրոմի էներգետիկის ministr შემოუყვანია საქართველოში»։ Սխալ է պնդել, թե էներգետիկայի նախարարությունը թույլ է տալիս, որպեսզի «Գազպրոմը» մուտք գործի վրացական շուկա։ «Գազպրոմն» արդեն իսկ Վրաստանում է, այն մեր երկրով անցնող խողովակաշարով գազ է մատակարարում Հայաստան։ Այլ հարց է, որ մենք չպետք է կախվածության մեջ հայտնվենք մի երկրից, որը զավթել է մեր տարածքները, հայտարարում էր Ուսուպաշվիլին։ Նա նաև խորհուրդ էր տալիս հարցը դիտարկել ոչ թե զգացմունքային, այլ պրագմատիկ տեսանկյունից։ Თუ საქართველოს տերիտորիա არის გამოყენებული, Եթե մեր երկիրը հարմար է որպես էներգակիրների մատակարարման տարանցիկ ուղի, արդյոք Վրաստանը պետք է դրանից շահույթ ստանա, թե հակառակը, պետք է այսպես կոչված սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել եւ հայտարարել, ոչ, մենք Հայաստան մատակարարվող գազի 10%-ն այլևս որպես տարանցման վճար չենք վերցնելու, որովհետեւ դա զավթիչ պետության գազն է։